Երևանի փողոցներում սովորական մայիսյան շոկ օր է։ Պաղպաղակը սիրտ է հովացնում ու այս տղամարդիկ հիշում են, որ տոն է։ Ամեն տարի իրենք մայիսի 28-ը նշել են գերուխումով 2 պարով։ Բոլորով ջահելներով 70-ից մինչև 86 տարեկան։ Ամեն տարի։ Բայց չէ որ էսի ամեն դեպքում մեր առաջի հանրապետության օրն է։ 107 տարի առաջ այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում մեծ եղեռնից հետո։ Միշտ տոնել ենք, դա որ է։ Տարերով կորցրել ենք պետականությունը, ձեռք բերեցինք, ճիշտ է, կարճ տևեց, բայց զատո եղավ սկիզբը։ Սկիզբը եղավ մեր անկախ հանրապետության համար։ Անցյալի հաղթանակների հպարտությունը նահանջում է, երբ մարդիկ պատմական Հայաստանի մասին մտքերը թողնում, սկսում են իրական Հայաստանի մասին մտածել, ինչպես հորդորում է վարչապետ Փաշինյանը։ Այստեղ ինչ կա ուրախանալու։ Մի ամբողջ օրերը քեփ են անուրախությունը, բայց մենք ահավոր վիճակի մեջ ենք, աղջիկ ջան։ Այդ չտեսնելու ենք դնում, հա։ Եթե սահմանները եկել են, կյանքում առաջ անգամ հայերի մի հատ հող են գրավել, սուսուպուս խելոք տվեցին, ինչա պաշտոնին մնա, որտեղ կռիվ լինի, սրանց ախից կգան։ Գլխով աշխատեն, իրանց գրպանների, կամակների մասին չմտածեն։ Դի ժողովրդի համար աշխատես, դրա համար ինքը այս ժողովուրդն է։ Ոչ թե բաժանվել մասերի, այ մի բռունցքն առնալ, միայն դա է հաղթանակի և պաշտպանության Արցախ։ Առաջին քայլը, որ պետք է անել, բանակի հզորացումն է, կարծում են քաղաքացիները։ Ես մի 10-12 միլիոն ժողովրդապետ, մի 300,000 հզոր բանակապետ, մի ավելին ասեմ, սրանք բանակը փողով ազատում են, չէ ասում են։ Այդ կարա թույլ տա աղջիկ ջան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիան, որ 300 միլիոնը միլիարդից է, բայց այս փոքր երկրում Իստային մի 10-20 հազար դրամ, որ ես յոլա գնայի, ու մնացածը բոլորը տային զինվորին և սահմանին և ասենք զենքին։ Ջանդա մի քիչ տո մենք վատ ապրենք, բայց բանակը թող զորանա։ Մարդկանց մեջ ատելության սերմեր են գցել, ասում են քաղաքացիները, մինչդեռ անկախությունը պաշտպանելու համար Հայաստանի աշխարհագրությամբ երկրում անհրաժեշտ է միասնությունն ամրապնդել։ Չգիտեմ, ես հույսս կտրել եմ։ Ասի մենք այս ժողովուրդը չենք, որ չենք սիրում Հայաստան, հասկանում եք։ Մենք չենք սիրում մեր ազգը։ Մենք իրար թշնամ ենք, իրար ատում ենք, իրար ռայոնին ինչ ասես ասում է, բայց հայն չէ։ Պատմությունից դասեր չենք քաղում, ցավում են երևանցիները։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։